Դուք գտնվում եք հիմա հյուսիս-հարավ ճանապարհային Միջանցքի տրանսչորսի Քաջարանագարակ հատվածի թունելի տեղամասում, որտեղ կառուցվում է 320 մետրանոց երկարությամբ տունել։ Ընդհանուր ծրագրի մասին ասեմ, ծրագրով նախատեսված է կառուցել 32 կիլոմետր ճանապարհ, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ եւ մեծ թվով հենապատեր եւ այլն։ Ճանապարհը գնալու է նոր ծրագծով, շրջանցելով բոլոր բնակավայրները դա ճանապարհային անվտանգության առումից ելնելով, բայց այդ բնակավայրերը կապվել են հիմնական ճանապարհին համապատասխան տրանսպորտային հանգույցներով։ Այսօր դուք եկել եք առաջի տրանսպորտային հանգույցի վրա, որը որ Մեղրու շրջանցիկն է։ Այսինքն այսօր եթե այսօրվա տրանզիտը իրականացում է Մեղրու քաղաքի մեջը շրջանցվելու է։ Մրցույթների հայտարարվել էին մրցույթների արդյունքում շինարարությունը շահել է Աբադրախամ, Պարս եւ Արյաննա կազմակերպություններից կազմած կոնսորցիում Իրանից, իսկ տեխնիկական հսկողությունը իրականացում է IGH խորվատական կազմակերպությունը։ Պայմանագրի արժեքը կազմում է 214.4 միլիոն դոլար։ Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի այս ժամանակ մայիսին զուտ աշխատանքներ, այսինքն ինչ որ դուք այսօր տեսնում եք, դա կատարված է մի տարվա մեջ։ Ավարտը նախատեսվում է 27 թվականին, դա ստրատեգիական ճանապարհը, դուք գիտեք, ճանապարհային հյուսիս-հարավ ճանապարհը, դա մեծ ամբիցիոզ պրոյեկտ է, որը որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է իրականացնել։ Սա հատվածներից մեկն է, ամենահարավային հատվածն է։ Նրան շարունակող հատվածը 32 կիլոմետր լինելու է Քաջարանի տունելը, 7 կիլոմետր երկարությամբ, որը իր երկարությամբ բլնելու է ամենաերկարը Հայաստանում։ Ինչքան երկարությունը կլինի։ 7 կիլոմետր 200 մետր։ Մրցույթը հայտարարված արդեն շինարարական աշխատանքների